Ինչպես ընտրել դիմահարդարման ուսուցիչ։ Նախքան դիմահարդարի դիմելը պարտադիր ուսումնասիրեք նրա պորտֆոլիոն։ Եթե դուք նախընտրում եք նյութ բնական դիմահարդարում, բայց ձեր ընտրած ուսուցիչը մասնագիտացված է միայն վառ դիմահարդարումների համար, ապա հնարավոր է ձեր սպասելիքները չարդարանան։ Ուշադրություն նաև դարձրեք տեխնիկայի մաքրությանը։ Ցանկալի է ընտրեք այնպիսի դիմահարդար, որ տիրապետի ամեն ինչի, որովհետև երբ որ դուք հաջողորդ սպասարկեք, ձեզ անհրաժեշտ է լինելու իմանալ ամեն ինչ, որպեսզի ավելի հանգիստ լինեք։ Երկրորդ կետը դա ծրագիրն է։ Պարտադիր հարցրեք, թե ինչ եք անցնելու դասընթացի ընթացքում։ Արդյոք լինելու են տեսական մասեր, գործնական մասը որքան ժամ է ներառում։ Դե ձեզ ասում են, որ դասընթացը տևում է 1 ամիս, շաբաթական 3 օր։ Իսկ արժեքը օրինակ 200,000 դրամ։ Դա ձեզ ապացույց, որ դասընթացը չի տևում 30 կամ 31 օր, դասընթացը տևում է 12 օր մաքսիմում կամ 13 կամ 14։ Արդյոք դիմահարդարում կարող եք սովորել 13 կամ 14 օրում։ Նաև կարող եք հարցնել նախորդ աշակերտներից ձեր ընտրած ուսուցչի, արդյոք ուսուցիչը դասընթացի ժամանակ մոտենում է ձեզ ուղում, արդյոք լավ է բացատրում, արժի, չարժե։ Շատ կարևոր է, որ դասընթացի ժամանակ ուսուցիչը լինի ձեր հանդեպ ուշադիր, ու եթե սխալվեք, դա պարտադիր ուղղվի եւ բացատրվի։ Եթե դա չի արվում, ուրեմն փախեք։